Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ալավերդու բնակիչներն անհանգստացած են, դեպետգետը նկատելի վարարել է։ Անձին աչքով տեսանելի է ու անցյալ տարվա ջրհեղեղից հետո վախով սպասում ենք։ Հատկապես գետի ափին մոտ այգիներ ունեցող մարդիկ վախով սպասում են, որ տեղացած այսօրվա ձյունը, եթե արագ հալվի, նորից գետի հունը բարձրանալու է։ Փաստինֆոյի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ալավերդու բնակիչ Ռաֆիկ Խազինյանը։ Նրա փոխանցմամբ տեղացածյան բարձրությունը կազմել է 25 սանտիմետր։ Բարձրավոր հոսանքի կայանը եւս վնասված է։ Առավոտից Ալավերդիում հոսանք չկա, ասաց մեզ Ռաֆիկ Խազինյանը։ Նրա խոսքով առավոտյան երկրաշարժը բնակիչները եւս զգացել են։ Ասում են, որ զգալի ցնցում է եղել։ Ինչպես արդեն հայտնել էինք, այս գիշեր կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Սպիտակ քաղաքից 8 կիլոմետր հյուսիս 3.7 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում 4 բալ, Շիրակի մարզում 3-ից 4 բալ եւ Արագածոտնի մարզում 2-ից 3 բալ ուժգնությամբ։